Անոր սուրբ անունը, ով իմ անձս օրհնել Տերը, եւ անոր բոլոր բարերարությունները մի մոռանալ, որ կքավեք բոլոր անօրենություններդ, եւ կբժշկե քո բոլոր հիվանդություններդ, որ կփրկե քո կյանքդ ապականությունեն, եւ կպսակե քեզ ողորմությունով ու գթությունով, որ կլցնե քո ծերությունդ բարությունով, ու քո մանկությունը Արծվի պես է նորոք է, ամեն։ Եղբայրներ ջան, 11 թվականին ես շինարարության վրա աշխատում էի, ես ծանր գործեր էինք անում, ու այդ ժամանակ, գործի ժամանակ եղբայրներից մեկի տունն էինք, ես ուժեղ ցավ զգացի, ուժեղ ցավ։ Մի պահ նստա բան, հետո ասի երևի մեջքը ցավաց ուժեղ, բայց մինչև այդ տես բան չէր եղել մեկ Ես չես վտացի երևի կանցնի պես, երևի սովորական կաղան ինչ-որ մի բան անցան պարեն պես ցավաց։ Մեր աղբեր ասած ընկերով որ աշխատում էինք, ասած մի հատ լավ պես եկին կա, ես ամեն իրանոց իմ մեջներ էր դրնովի, ինքը մի քանի որ պես սալում էր, ես չէի կարում գայի գործի, աղբերն ասած սեպ անեմ կեզ էր բժիշկի մոտ, ինք հենզի նայլա վերջ օգնել է։ Վերջը տարավ ինձ այդ հեկիմի մոտ, այդ հեկիմը Քաշեց ընդեր սքեց բան արեց, որպես բանը իհարկե չի կարելի անել, վտանգավոր աշխարհ։ Ես ու ինձ ասած ոնաշարը խախտվել է, պետք է բան չանես, քեզ չսարասնես, վերջը միանգի սանը դուրս չանես։ Անցավ մի քանի օր ես դες պահակային ծառայություն աշխատում էի, հիմա իմ հերթեր, վերջը չկարասի չգնայի, այդ գիշերը որ կանգնել էի պոստի, ուրեմն -23 էր, աղտուները առավոտ խոչ չէին գան, պես սուտ էր։ Այդ գիշերը ես շատ ուժեղ սառա, շատ ուժեղ, այն աստիճանի, որ այդ նոր էր այդ բան արել, այն աստիճանի, որ զգում եմ, որ արդեն ուշագնաց եմ, վերջը մի կերպ ինձ եկան փոխին, մի խոսքով ըտեի սկսվավ, ըտեղ այդ գիշերը ոնց որ գորգոքում սկսվավ մոտս ու ըտեն 4 տարի ես Հայաստանում իշքան հայտնի պրոֆեսոր բժիշկ հեկիմ կա սարի մոտ գնացել եմ, վերջում գնացել էի Պրոֆեսոր Գարոյան կա, իրան մոտ բուժում էի ինստիտուտում վերականգնողական։ Վերջը այդ մարդը, որ գնացել է դե մեջտերի երիտասարդ ես էի, սա տարիքով մարդիկ էին։ Սա ասում էին, որ այդ մարդուն եկե հասել ես, քեզ հաստատ կբուժի։ Բայց իմ ականջով լսա այդ մարդը ինչ ասաց։ Ասաց, այս տղու մեջ կդարձել է հայոց ասել, ես չեմ կարող իրան բուժել։ Վերջը ոնց որ Աստված դե այդ քերնեք է դրես։ Հետո հորս կանչեց ասաց ավելի լավ պանել իրան, ոսով ես չեմ կարող օգնել։ Դե ամեն օր քով էր ծախսում։ Ինքն էլ տեսա, որ մենք այս յուրի մարդիկ ենք, չի լինում, էլի օգուտ չի լինում, անիմաստ ոնց որ քով էր ծախսում, ասաց սարեք իրան, չեմ կարող այս ուժը։ Վերջը, քանի արդեն հասել էր այն աստիճանի, այդ վերջի տարին, այսինքն 4-րդ տարին արդեն։ Մի հատ էլ Էջմիածիների տենց ուժեղ հեքիմ կար, գնացին դրա մոտ Ինքն էլ որ տեսավ չի կարող բուժի, ինք իրեք ինչ ասաց։ Էդի ես ուզում եմ, էդի իրոք ես դասի որ իրոքից ասաց, էդի մեր մեջ պետք է պահեն։ Ասաց Հակոբ ջան, ինքը գիտեր որ ես հավատքի մարդ եմ, խոսում էինք իրար հետ։ Ասաց, եթե ասաց ես այսքան տարի բժիշկ եմ, մի բան եմ հասկացել։ Եթե Աստծուց մարդուն ողորմություն չերի, ոչ մի բժիշկ չի կարող անում։ Բժիշկ մարդ է ասում։ Վերջը, որ այդ բժիշկներ չկարացավ օգնի, ես արդեն իրոք օգնել էի այդքան տարիներ անդադ փող ծախսելուց այդ դժվարություններից։ Իմ մոտ ամենս ցավեր էր արդեն, ամենս պրոցես էր սկսել։ Ես ամեն օր զգում էի օրգանիզմը ոնց է քայքայում։ Նույնիսկ ինձ տես բանով պետք է ապել ուղարկի մի հատ ցանկ հետազոտման, որ տենային եղբայրը որ ասում է ծուսքի հիվանդություն, այդ էինք հասկացում, որ ծուսքի ռակ է։ Ասեն ծուսկի քայքայում է, ոսկրածուսի։ Վերջ ետրանել ուղարկեսին Սուրբաբան, հանրապետական, մի խոսքով արդեն ես ասում էի, որ ամեն օր իմ արմինը հետ է, ամեն օր։ Ես չէի կարում հաց ուտեի, ծնոտս ցավում էր ուժեղ, վերջը ոտս վարակել էր, այս կրսխավանդակից վրա անպաներից ցավել։ Մի խոսքով ես ամեն օր իմ քայքայվելու զգում էի։ Այդ ցավերի բանի մեջ մենակ խնդրում եմ ասում էր Տեր ջան, հավատարի մնամ, հանդերձ եղբայրը որ ասում էր, որ ցավի մեջ շատ դժվար է ասում պատմել։ Մի կավական մեր մեջ հիվանդ եղբայրներ իրոք դժվար է։ Բայց պետք է իրոք վստահել իրոք։
Եվ մերոնք ասում են ինչի չես ամուսնանում, բան դե արդեն տարիքս մեծ էլ ասում են ինչի չես ամուսնանում։ Ես դե չէի ուզում ինձ ծնողներին ոսոր բան անել, ցավ պատճառել, բայց ես զգում էի, որ ես չեմ կարող ոչ ամուսնանալ, ոչ երեխեք ունենամ, ես զգում էի, որ ես օրերով հետ եմ եկում, ինչի է տանում։ Նույնիսկ մի օր գիշերը արթնացա, ոտերս չէի զգում էի։ Ոտերս չէի զգում, որ իմ ոտերն է, որ իշտեմ դուրս կամ։ Վերջը սենց ծայրահեղ վատ վիճակ էր մոտս։ Այդ օգոստոս ամսին 15 թվականի պետք է գնայինք երիտասարդական ճամբար։ Ես իմ մեջ մտածել էի, որ էդի իմ վերջին ճամբար գնալն է, էլ եկող տարի վարձը չեմ տարայցան։ Ու տենց հիշում եմ, որ պապան վերջերս տարա, որտեղ ինչ չէր կարել ծանր բան, ասել են 3 կիլոյից ծանր բան քեզ չի կարել։ Պապան տարավ ավտոբուսով նստան գնացինք, հիմին պաշտամուն կար, շատ ժողովուրդ կար, շատ նստելու տեղ չկար։ Ու այդ օրը ուրեմն ուժեղ մոտս ցավեր է սկսել։ Պաշտամունքը եթում է, երեկոյան պաշտամունքներ։ Հիմի չեմ կարող նստեմ, իմ համար նստելը շատ դժվար է։ Հիմա իջել եմ ներքև պարկել եմ, աղոտ քայթում, կրակոտ աղոտ քայթում։ Ինը ասում եմ տեր ջան, գոնե եկել եմ, էլի կարենամ էթան մասնակցեմ, ինձ ուշտու գոնե էթան լսեմ այդ խոսքը։ Մի կերպ հելամ եկամ, նստա երկրորդ հարկը մի հատ ազատ տեղ կա, նստա տեղ, մեր Գևորգ Կախվերն էր խոսում, Ամերիկայի Գևորգ Կախվերը։ Ուրեմն խոսքի ժամանակ ես մի անգամ եմ խնդրել Տիրոջից իմ բժշկության համար, ոնց որ չուզենայի խնդրել, ասում եմ Աստված գիտի ամեն բան։ Գնացի մի 3 տարի անցել էր, գնացի յուղով ոցեցին, որ էդ էլ չօգնեց, ես ասի լավ, ուրեմն այդ Տիրոջ կամքը չի թող իր ուզածորելի։ Ոչ աղոթել եմ, ոչ խնդրել եմ, ոչ սպասել եմ, որ կբժշկի Աստված ինձ։ Ուրեմն որ եղբայրը խոսում էր, ժողովուրդ ջան, ես էդի կենթանից զգացել եմ։ Ուրեմն այդ դահլիճի վրա մի հատ զորություն իջավ, այդ զորությունը ալիքի պես էր։ Ես էդի իմ վրա զգացի այդ ալիքը։ Եվ այդ ալիքը ներքևից եկավ իմ վրայով անցավ։ Այդ ես նստած էի երկրորդ հարկը։ Ուրեմն այդ ալիքը, որ իմ վրայով անցավ, ես զգացի, որ հետս մի հատ ինչ-որ մի հատ դիվան տապալով։ Հիմի աղոթքի ժամանակ անեն զորությունը իջի իմ վրա։ Ես թվում է թե հեսա ես իմիշտ եմ։ Ուրեմն այս զորությունը որ իջավ, ես զգացի, որ իմ վրայից ոնց որ մեկը մի հատ մեշով ծանրություն հանի դնի մի կողմ։ Այդ օրվանից մինչև այսօր եղբայրներ գուլեջան, այդ հիվանդությունը անցավ ու անցավ։ Ուրեմն եկել եմ տուն, իրոք ես ամբողջ գիշեր այդ իրոք այդ ներկայության զորությունից չեմ կարասել քնեմ։ Լույսը բացվել է, դիմացը անտառ կա, չէ՞։ Գնացել եմ այդ անտառը աղոթելու։ Իրոք հիմա այդ անտառից հիշում եմ, էլի, որ արդեն զգում եմ ցավ չկա, բան 4 տարի ես առանց ցավի մի օր չեմ ասվածել։ Իմ երեն ցավ չկա։ Այդ անտառից հիշում եմ, վազվազ իջա ճամբար, իրավախից զգում։ Ես եկամ տուն, բան է, 78 խոտ էին բերել հապեր, ես ոնց որ դուրս դրանց եմ խապացել։ Իմի այդ խոտը մի շնչի կրիմ հանի բան, հանի կրի շիտակ մի մերում զարմացել է, էլի, պապաս, մամաս այն ժամանակ, ես որ Տիրոջ ձեռքը, եղբայրներ Տիրոջան, այդ ժամանակ որիզի բժշկես Աստված։ Իրեք ես այն որ ասում ա, չէ, 4 օրվա մեռածին գնաց բժշկես, չէ։ Ես էդի ոչ թե ասենք որպես գիտություն, ես զգացի, որ ինքը այնպես Աստված է, որ իր համար պրոբլեմ չի 4 օրվա մեռածին հանի որ։ Դրա համար եղբայրներ Տիրոջան, ինչ եմ ուզում ասեմ։ Իհարկե Տիրոջը ես շնորհակալ եմ, ասում մի մոռացի իր առասպալությունը։ Աստված բոլորիս հանդեպ շատ մեծ բարություններ արել։ Ես որ մտածում էի չեմ կարող ամուսնանալ, չէ, եւ այլն, հիմա 4 երեխա ունեմ։ Դա սա միայն Աստծո ողորմությունն է, բայց ինչ եմ ուզում ասեմ։ Մեր կյանքում եղբայրը լավ ասա, չէ։ Միշտ չի որ մեր ուզածի պես կգնա։ Միշտ չի որ այս մարմինը ասենք բժշկել է 10 տարի առաջ, Տիրոջը 10 տարի ծառայում է, ասենք իր դժվարություն ծանր գործ ասես անում են ու Տիրոջ այդ գործը ծանր գործ է։ Վերջը անցել է այդ, բայց ես հասկանում եմ մի բան, կգա մի օր այս մարմինը նորից կհիվանդանա։ Ամեն վիճակի մեջ անցնելով եղբայրը շատ կարևոր բան են ասում եղբայրները։ Կարևորը Աստծո խոսքը անում բռնել։ Եվ իր սիրո վրա չկասկածել։ Մարմինը կարող է ինչ-որ բաների միջով անցնի, բայց մենք պետք է
խորապես ես էդի անցնելուց հետո հասկացա։ Աստված մարդուն տանում է դրան, որ մարդը խորապես հստայի ասում։ Մի մարդու երեխեքը մահացել են, չէ ինքը չի հասկանում, ինչի են մահացել, վերջ նայում է իր կյանքին չի գտնում որոշի բան։ Մի օրինակ ես էլ օրինակ որ նայում էի իմ կյանքը քննում էի, ու հետարքին են որ այդ 4 տարվա մեջ, այտենց տիրոջ ներկայություն իմ կյանքում քիչ է եղել, շատ քիչ։ Էդի ավելի է դժվարացնում։ Բայց եթե դու ոչ մի բան չես զգում, մենակ զգում ես ցավ ու դժվարություն, դա չի նշանակում որ Աստված սիրել չի։ Ես բժշկելուց հետո, երբ որ բժշկված ես զգացի որ ինքը ամեն օր ինձ հետևել է, ամեն օր իմ հետ է եղել։ Ուղղակի պետք է եղբայրներ քույրեր ջան, խոսքը անուր բռնած անցնեն։ Մենք էլ չգիտենք վաղը մեր հետ ինչ կլինի։ Այս աշխարհը մեր համար ինչ է պատրաստել, ինչ դժվարություններ, փորձություններ, բայց կարևորը խոսքը անուր բռնելն է։ Իրա խոսքը որ ասած, ձեր հետ է մինչև աշխարհի վերջը։ Եթե դու ինչ-որ մի բան չես զգում, մեկը ինքը քո հետ է։ Թող Տիրոջ անունը փառավորի, շատ կարևոր է արդարի ջերմերան աղոթքը։ Ոսոր եղբայրը վկայեց, որ իր անունը փառավորի, ամեն աղոթքը։